Սարիկը վերջը հաղթեց, թե պարտվեց եւ քաղաքապետ կդառնա, թե Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, ինչ պլաններ ունեք այդ մասին։ Ճիշտ է, մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետեւ այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը սա շատ հստակ արտահայտում է եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընտրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Հարավաշտերս Գյումրիում էլ է ԿՊ-ն առաջնորդվում, ինչ են լինի, մենք մեզ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեզ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, միանշանակ Այսինքն ինչ է կանել, էլի մյուս համայնքների նման ինչ-որ մարդագործությամբ եք զբաղվելու եւ կամ ինչպես շատերն են ասում անասնագործությամբ եք զբաղվելու մանդատները տանեք, օրինակ ձեր Սարիկին դարձնեք քաղաքապետ Մենք երբևիցե մարդագործությամբ չենք զբաղվել, առավել եւս ձեր բնորոշումները տված հարից չեն երբևիցե նման գործունեությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ մենք չենք պատրաստվում Գյումրիում որևէ նման գործողություններով զբաղվել։ Ալավերդիում եք կարծեմ այդպես եղավ, այլ համայնքներում եք, որ ընդդիմադիր, այսինքն հակառակ ֆրակցիայից ինչ-որ 1-2 հոգի չգիտեմ ինչ ֆոկուսներ եք անում, քրեական գործով հաղթեցնում եք, թե համոզում եք, թե ինչ-որ պաշտոն եք խոստանում, այդ մարդը գալիս ձեր օգտին է։ Իսկ գուցե լավ ենք աշխատում ու մեր գաղափարախոսությունը այդ մարդուն սկսում է դուր գալու մեր արած աշխատանքը դրա համար որոշում են, որ մեր օգտին են քվեարկելու։ Ինչ ենք մենք մեր թիմը 14 մանդատ, դե 99 ընդանուր մաքսիմում թիվը դրել էինք, դրա համար էլ տեղ չունեինք այլ ավականիների կամ այլ տեխնազուների ներգրավելու, գուցե եւ տեղը լիներ ես գաղափարները 170 աշան տարբեր են եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Արտոն Գրիգորյանի կամ այլ մյուս 8 ուժերի ցուցակում եղած մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճանապարհ ունեին անցնել։